Իսկ որքանով են անվտանգ այդ ամենաբուժական միջամտությունները բոլոր բուժառուների համար։ Հարցին անդրադառնանք սրտային տեսանկյունից։ Ցանկանում եմ իրազեկել, որ կան սրտային մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում նախքան ատամնաբուժական միջամտությունները իրականացնելը եւ դրան հաջորդող մի քանի օրերին անհրաժեշտ է իրականացնել հակաբակտերիալ բուժում։ Այդ բուժառուների մեջ ներառված են կրած ինֆեկցիոն էնդոկարդիտով հիվանդները, սրտի արհեստական փական ունեցող հիվանդները, սրտի բնածին կապոիդ արատ ունեցող հիվանդները։ Բացի վերոնշյալ հիվանդություններից կան սրտի փականային հեմոդինամիկ նշանակալի մի շարք ախտաբանություններ, որոնց պարագայում անտիբիոտիկոթերապիայի իրականացումը բացարձակ ցուցում չէ, սակայն կախված հիվանդի կլինիկոլաբորատոր ցուցանիշներից, ուղեկցող կոմորբիդ հիվանդություններից եւ իմունիտետի ճնշվածության հանգամանքից անհրաժեշտ է վարող սրտաբանի անհատական մոտեցում տվյալ բուժառուի համար հակաբակտերիալ թերապիայի անհրաժեշտությունը վերաճշգրտելու նպատակով։ Հետևաբար, նախքան գեղեցիկ եւ առողջ ատամնաշար ունենալու մասին մտածելը եւ այն իրականություն դարձնելը, եկեք արժևորենք մեր ամենակարևոր օրգանի՝ սրտի առողջությունը։ Տվյալ դեպքում էխոսրտագրությունը լավագույն մեթոդ է նման խնդիրներից խուսափելու նպատակով։ Առողջ եղեք։